Մարիա Կարապետյան։ Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ, Տիկին Մաթևոսյան, այս տարի ապրիլին ձեր ուժի ղեկավարը, պարոն Սամվել Կարապետյանը, ամբողջությամբ չեմ կարող ընթերցել վիրավորական բաներ կամ, բայց այս վերջի հատվածը կարող եմ ընթերցել, վերահաստատել է ձեր հետևյալ դիրքորոշումը. մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Իմիջիայլոց ասեմ, Սերժ Սարգսյանն էլ շատ ավելի ուշ խոսելով Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցությունից, հետևյալ միտքն է ասել, որ 2 տարի Հայաստանը խնդրել է, որպեսզի Մաքսային միությանը անդամակցի, այնուհետև իհարկե ԵԱՏՄ-ին, եւ շատ պարզ պատճառով ասում է, այս կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, այսինքն խոսում ենք 2013 թվականի մասին, ինչ իրավիճակ ստեղծվեց օրինակ Մոլդովայում, Վրաստանում, ավելի վատ Ուկրաինայում եւ մնացած տեղերում։ Դուք ձեր պատասխանի մեջ Տիկին Բաթոյանին ասեցիք, որ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով։ Չէ, խնդրում եմ ուժի դիրքորոշումը մեզ հայտնեք, թե այդ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է եղել 2013-ին, առ այսօր, 2013-ից առ այսօր, որ թե Սերժ Սարգսյանը, թե Սամվել Կարապետյանը այդ իրավիճակը նկարագրում են այսպես, որ եթե մենք չկատարենք այդ ընտրությունը, մենք վերածվելու ենք Վրաստանի, Ուկրաինայի, մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Տիկին Կարապետյան, ես կհաստատեմ մեր առաջնորդի ասած, այո, մեզ նոր պատերազմներ պետք չեն, ու ինձ թվում է հանձնաժողովների քննարկումը մեղմ ասած խառնել ենք, մենք խոսում ենք Եվրոինտեգրման հանձնաժողովի մասին, չհասկացա ձեր հարցը եւ այս հանձնաժողովին ռելևանտ չհամարելով չեմ պատասխանի հարցին, շնորհակալություն։ Վերաձևակերպեք գուցե ձեր հարցն այնպես, որ ավելի պարզ լինի, Տիկին Կարապետյան, համեցեք։ Կներեք, աշխարհաքաղաքականություն բառը դուք ասացիք Տիկին Բաթոյանի հարցինի պատասխան։ Ինչ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին եք դուք խոսում։ Ասենք Թայվանի, ինչի մասին է, որ ասում եք հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ընտրել ենք հանձնաժողովը։ Եթե այս հարցը ձեր դիրքորոշումը սխալ եմ հասկացել, դուք պարզաբանեք, այդ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է։ Ես պարզապես փորձեցի ձեր փոխարեն կապել իրար ձեր ուժի ասածները, բայց կարող եք ձեր օրիգինալ մեկնաբանությամբ հանդես գալ։ Ինչ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով եք դուք ընտրել այդ հանձնաժողովը։ Փորձեմ զատ մնալ օրիգինալությունից, աշխարհաքաղաքական իրավիճակը ինքնին բացատրում է ինչի մասին է խոսքը, աշխարհում տիրող իրավիճակը։ Շնորհակալություն։ Շատ սպառիչ բացատրություն է, ինչ խոսք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։